Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Մասացյոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։ Աստված օգնական Սրբազան հայր։ Սրբազան հայր ավելի վաղ Մայրաթորը հայտարարություն էր տարածել, անդրադառնալով 10 եպիսկոպոսներին, նա խորհուրդել էր ձեզ վերադառնալ կանոնական դաշտ եւ նաեւ ասել էր, որ Մայրաթորը առայժմ կոշտ միջոցների չի դիմի, նախ ինչպես հասկանալ կոշտ միջոցները, արդյոք այստեղ կա տողատակում սպառնալիք եւ դա արդյոք վերաբերվում է կարգալուծությանը թե ոչ եւ հիմա էլ արդեն եպիսկոպոսներն են նոր հայտարարությամբ հանդես եկել բովանդակությանը դեռ կանդրադառնանք, բայց ինչի մասին է այս կտրվածությունը, այսինքն ուղիղ երկխոսություն չկա, կտրվածություն կա կաթողիկոսի եւ եպիսկոպոսների միջեւ։ Պիտի եպիսկոպոսած ժողով հրավիրվեր եւ մեր բարձրացրած հարցերին անդրադարձ լինել, եթե մենք շարժվում ենք իրադարձությունների զարգացման ժամանակագրությամբ։ Մենք խոսել ենք արդեն այդ մասին, որ հարցեր բարձրացվել, հարցին չէր տրվել ընթացք, հետո հայտարարություն եղավ, հետո երկրորդը եղավ եւ վերապար հայրապետը հայտարարեց, որ եպիսկոպոսատ ժողով պիտի հրավիրվի, բայց վստահ եմ տեղեկացաք, որ հետաձգվեց նույն Մայրաթորի տեղեկատվական բաժնի հայտարարությամբ։ Բայց ո՞րն էր խնդիրը, ինչով էր դա պայմանավորված, արդյոք էլի փորձել եք կապի դուրս գալ, հասկանալ պատճառաբանությունը որն է եւ օրինակ ինչ կարող է լինել Մայրաթորի տեղեկատվական համակարգը ինչ որ պատճառաբանություն է ներկայացնում, բայց ես կարծում եմ հիմնական խնդիրն այն է, որ հասկանում են ճգնաժամային իրավիճակ է հայոց եկեղեցում ստեղծվել եւ ճգնաժամը պիտի հանգուցալուծվի։ Իսկ ինչ վերաբերվում է սպառնալիքներին, ապա մենք հայ եկեղեցու կանոնական կարգի դեմ որևէ սխալ բան չենք արել, ինչ արել ենք հանուն հայ եկեղեցու, այսինքն ընդունված կարգով մենք ներկայացրել ենք բողոք եւ հետո դրան հաջորդել է մյուս հայտարարությունը, որտեղ ներկայացված են մի շարք կետերով պատճառաբանությունները 10 եպիսկոպոսների։ Ես անկեղծ ասած կարիք չեմ գտնում այդ եթե դուք սպառնալիք եք որակում անդրադառնալ սպառնալիքին, կարծում եմ եւ համոզված եմ, որ այստեղ բոլորին պիտի համախմբվի հայ եկեղեցու շահը։ Իսկ հայ եկեղեցու շահը պահանջում է դրական հանգուցալուծում ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Ո՞րն է դրական հանգուցալուծումը ասած։ Մեր հայտարարության մեջ ասված է։ Ուրեմն դուք տեսնում եք անդիմադիր որոշ գործիչներ, լրատվականներ նաև լծվել են կաթողիկոսի պաշտպանության գործին եւ մեզ փնովելու, պախարակելու առաջադրանքին։ Խնդրեմ, եթե իրենք կարծում են դրանով կօգնեն իրավիճակին, իրենց խնդիրն է, իրենց համոզումն է եւ մտածածին ինչ որ վարկածներ են շրջանառում, թե ումը ինչպես են բերել։ Կոմպրոմատների մասին է անընդհատ խոսում։ Դրան էլ կանդրադառնանք, թեև կարծում անիմաստ է, որովհետև այդ ծեծված թեզն են շարունակելու, իրենց խնդիրն է, թող շարունակեն։ Հա։ Ինչ եմ ուզում ասեմ վերադառնալով բուն մտքից, որ իրենք բնավ հայ եկեղեցի չեն պաշտպանում ոչ վերապար հայրապետին։ Մենք գիտենք իրավիճակը, ու մենք չենք հակադարձում այդ լուտանքներին, այդ բառից բուն իմաստով հակաեկեղեցական արշավին։ Խնդիրը կանոնական դաշտում է բարձրացվել, բայց միևնույն ժամանակ մենք գիտենք, որ խնդիրը կտրված չէ եկեղեցի պետություն հակամարտության կոնտեքստից։ Միշտ սա պիտի նկատի ունենալ։ Եվ մեր համոզումն այն է, որ սա լավագույն տարբերակն է մեր հայտարարությունը հրաժարականի պահանջի լավագույն տարբերակն է հանգուցալուծման։ Սա բխում է հայ եկեղեցու շահից, նաև
վեհապար հայրապետի շահից եւ բոլոր նրանց, ովքեր լծվել են իրենց պաշտպանության գործին։ Գիտեք ինչ, Ինչու եւ երբ եկաք այդ տեսակետին, որն էր այդ կարմիր գիծը, որ արդեն հատվեց։ Ասեմ ձեզ, ուրեմն դրանով բնավ վեհապարին օգուտ չեն տա, չասելու համար ավելի կբարդացնեն իրավիճակը, ուրեմն եթե իրոք մտահոգ են, թող արթնանան եւ սկսեն անաչառ նայել իրողություններին։ Երբ եկանք, երբ որ հասկացանք, որ եկեղեցին անհասկանալի ձևով ներքաշված է քաղաքականության մեջ։ Երբ հասկացանք, դա հասկանում եք դուք, դա մեկ օրում չի եղել, առաջի իսկ օրից չի եղել, երբ որ հակամարտությունը սկսվել է։ Մեզ ինչ որ ներկայացվել է, մենք հավատացել ենք, որ դա այդպես է։ Եկեղեցու բարձրագույն իշխանության կողմից, բայց հետո իրերի ընթացքը այնպես է դասավորվել եւ հատկապես Սրբազան շարժում կոչված այդ քաղաքական գործողության ժամանակ հակասությունները արդեն ավելի ցայտուն էին։ Ներսում, այո, հակասությունները։ Բարձրաձայնել եք այդ մասին, խոսել եք կաթողիկոսի հետ։ Ասել ենք, ժողովի ժամանակ, երբ որ այդ հարցը քննարկվում էր, արդյոք Բագրատ Սրբազանը իրավունք ունի քաղաքական շարժման վերածելու սահմանագծման եւ սահմանազատման կոնտեքստում սկսված այդ գործողությունները 24 նորից կրկնում եմ 24 եպիսկոպոսներիցս 20-ը ասել են ոչ ես անգամ հիշում եմ որ բավական խիստ կոշտ խոսեցի որը Բագրատ Սրբազանի դուրն էլ չեկավ, բայց ասել եմ, այն ինչ որ մտածում որ իրավունք չունի, նախ կանոնական չի դա։ Երկրորդ հոգևորականը չի կարող երկիր կառավարել, որովհետև այն օրենքները, որ երկրի վարչապետը կարող է ստորագրել, հոգևորականը չի կարող ստորագրել, որովհետև եկեղեցական կանոնների ու աշխարհիկ օրենքների միջև կան տարբերություններ։ Մենք հավատք ենք քարոզում։ Իսկ պետությունը իր օրենքներով է շարժում։ Հոգևորականն այլ եմ ասում, կան օրենքներ, չի կարող ու իրավունք չունի ստորագրել, ինչպես կարող է երկիր կառավարել։ Էլ չեմ ասում, որ այդ հոգևորականը չուներ Հայաստանի քաղաքացիություն։ Մի խոսքով, մենք դեմ ենք եղել ու կարելի է ասել, որ այդ պահից սկսած մեր մոտ կար տարակուսանք։ Արդյոք այն ամենը, ինչ ներկայացվում է, որքանով է իրական, բայց պիտի ասեմ, որ ցավոք սրտի եկեղեցի պետություն էր այդ ամեն ինչը, եկեղեցի պետություն համատեքստում էր գնում, այո, այսպես երկկողմանի դեմոնիզացում էր տեղի ունենում, մենք նրանց, իրենք մեզ, որը շատ ցավ էր։ Ես ուրախ եմ, որ այսօր այլևս չկա դա։ Ու պիտի դադարի առհասարակ։ Չի կարելի ինստիտուտները, պետական ինստիտուտ կամ եկեղեցու ինստիտուտը, այսպես համատարած դարձնել վատը։ Հասկանում եք։ Կան երևույթներ, պիտի երևույթների մասին առանցին խոսվի։ Ուրիշ հարց ունեմ։ Սրբազան հայր, այսինքն դուք հասկանում եք, այդ Սրբազան շարժման ժամանակ արդեն մեր մոտ տարակուսանք է առաջացել շատ հոգևորականների, եպիսկոպոսների հատկապես։ Թեպետև դրանց հետո նորից շարունակել։ Ինչու հենց այդ պահին չբարձրացանք։ Ինչ չենք, բարձրացանել ենք, ոչ չէ։ Ես օրինակի համար մի քանի տեղ ելույթ եմ ունեցել, ասել եմ, որ դա Բագրատ Սրբազանի շարժումն է, դա եկեղեցու շարժումը չէ։ Բայց ես այս ինչ որ ձեզ ասում եմ, այնը վեհապարին եմ ասում, բայց իմ ասածին չհավատացին, այնպես չի, որ ես փորձում եի այդ ժամանակ մանիպուլացնել։ Էլի լավ չէինք ըմբռնում, ինչ է կատարվում։ Էլի լավ չէինք ըմբռնում։ Ես սպասում էի, որ պետք է Բագրատը ամենվայրկյան կարգալույց հռչակվի։ Դրան ենք սպասել։ Հիմա Բագրատ Գալստանյանը կալանավայրից հորդորում է կաթողիկոսին կարգալույց հռչակել ձեզ։ Շատ լավ, մենք էլ հիմա ամեն ինչ անում ենք, այո, որ այս իրավիճակից եկեղեցին դուրս գա,
ինչպես նաև մեր բանտարկված եղբայրներն էլ հնարավորինս մեր պայմաններում այդ իրենց պատիժը կրեն կամ չգիտեմ, եթե թույլ է տալիս օրենքը, ապա ազատվել։ Ինչ որ անում ենք, իրենց համար էլ ենք անում, եկեղեցու վերնախավի համար էլ ենք անում, առհասարակ եկեղեցի պետություն այս արժակատումը հաղթահարելու համար ենք անում, եւ ամենակարևորը եկեղեցու ներսում ներկա բաժանումը վերացնելու համար ենք անում։ Ասեմ ձեզ, ամենավատը, որ այս տարիների ընթացքում մեզ հետ կատարվեց, դա այն էր, որ մեր համայնքները բաժանվեցին մասերի։ Դա փաստ է։ Ուրեմն, տեսեք, համայնքի անդամները ունեն տարբեր քաղաքական հայացքներ։ Երբ որ եկեղեցին ընդդիմության հետ նույն անում է կամ ընդդիմության դիրքերից է խոսում, դա համայնքի անդամների մեջ պառակտում է առաջացնում, որովհետև նրանց քաղաքական հայացքները տարբեր են, մինչդեռ եկեղեցում քաղաքականությունը տեղ չունի, չպետք է ունենա։ Ինչ չպետք է հետաքրքրի, ով ինչ հայացք ունի։ Եկեղեցին հիմնական երկու առաքելություն է իրականացնում՝ Աստծո խոսքի քարոզ եւ ազգային հոգևոր արժեքների տարածում, սերմանում, ամրապնդում, չգիտեմ, հոգևորական ազգապահպանություն, ինչ որ դարեր շարունակ արել ենք, այո, ինչ գործ ունենք մենք քաղաքականության մեջ, կա ընդդիմություն, դեմոկրատական, չէ, երկրներում ընդունված կարգի համաձայն եւ կա իշխանություն, խնդրեմ, եւ ընդդիմություն իշխանություն, սրանք պիտի միասին աշխատեն, որ երկիրը շահի իրենց աշխատանքից։ Մենք այստեղ ինչ ունենք անելու։ Ինչու պիտի մենք այս կամ այն կողմը բռնենք։ Մանավանդ որ հայ եկեղեցին պատմականորեն միշտ եղել է պետականամետ։ Տեսեք, ինչ կապ ունի ով է իշխանությունը։ Եթե այդ իշխանությունը ընտրվել է ժողովրդի կողմից, մենք իրավունք ունենք չհարգելու կամ ինչ իրավունքով պիտի պահանջենք այդ իշխանության հրաժարականը։ Այդ նշանակում է, որ մենք դեմ ենք դեմոկրատիային։ կամ ժողովրդի։ Այդպես է դա ստացվում, հա։ Չէ, կամ նշանակում է, որ մենք ժողովրդի մի մասի հետ ենք։ Այստեղ մենք անելիք չունենք այս դաշտում, ընդդիմություն, իշխանություն, բացարձակ։ Ու այսօր այս ընդդիմադիր որոշ գործիչների պահվածքը ես դրանով եմ բացատրում։ Ես այլևս չեմ հավատում, որ եթե առաջ հավատացին եմ այս մարդկանց մեջ միգուցե հայրենասիրությունն է խոսում։ Այսօր որ տեսնում եմ ինչպես են լծված եկեղեցականներից այս 10-ից բախարեկելու գործին, չեմ հավատում իրենց արդարամտությանը, ու իրենց համար աղոթում եմ, ոնց որ աղոթում ենք բոլորի համար։ Մեր եկեղեցականների նաև նրանց մեզանից աստիճանով ցածր, ովքեր առաջարկում են մեզ կարգալույծ անել։ Այսինքն մենք հարցեր ենք բարձրացրել։ Այդ հարցերը կարևոր չեն, հա, փաստորեն, կարևորը մեզ կարգալույծ անելն է, եթե հարց ենք բարձրացրել, ուրեմն դավաճան ենք։ Ռուսաստանի թեմը հենց այդպես էլ որակել էր ձեզ։ Դե ուզում եք անդրադառնալ նորից այդ հարցին։ Ուրեմն տեղեկատվականի ես ասել եմ, հետո էլի ինձ մեղադրեցին ստախոսության մեջ, բացեք Ռուսաստան թեմի կայքը տեսեք։ Կան այնտեղ հոգևորականներ, որ ինձ համարում են դավաճան, թե չէ, կամ այդ տեղեկատվականի տնօրեն կա, մամլո դիվանի կամ չգիտեմ ինչպես է կոչվում, տեսեք իր էջում կան մեզ վարկաբեկող հայտարարություններ, գրառումներ, թե ոչ, տեսեք։ Բան չունեմ, անում են շատ լավ, մենք էլ իրենց համար կաղոթենք, որովհետև մեր որոշումն է, որ մենք չենք հակադարձելու։ Այս ինչ որ արվում է, նորից եմ շեշտում, արվում է հանուն հայ եկեղեցու եւ նաեւ ունի խորը հոգեվոր բովանդակություն։ Եթե իրենք չեն հավատում այդ տեսակ բաների, դա իրենց խնդիրն է։ Մենք հավատում ենք, մեզ այո, մեր մասին ասում, որ մենք կոմպրոմատների ճնշման ներքո, նույնիսկ մարդիկ, որ ես իրենց հարգել եմ,
չգիտեմ, իմ ձեռքով սուրճ են պատրաստել իրենց համար, մտերմիկ հարաբերություն ունեցել հետները, նույնիսկ նրանք են ասում, որ կան կոմպրոմատների, խնդրեմ, այդպես են ուզում մտածել, այդ ծեծված թեզը իրենց քիմքին հաճո է, թող այդպես մտածեն, բայց իմ մոտ, ու ես վստահ եմ նաև մյուսների մոտ, մենք շատ ենք խոսել, գաղափարից բացի ուրիշ բան չկա։ Կներեք, ես ասեմ, մտքիս թելը որպեսի չկտրվի, այո, մեզ միավորել է այս հարցում միայն գաղափարը, այդպիսի բան չկա, եթե կոմպրոմատ լիներ, ուրեմն 10 չէի լինի, 20-30 կլինեին, իրենց տրամաբանությամբ, էլի կոմպրոմատով աշխատելու տրամաբանությամբ, եթե այդպես լիներ, լավ, ընդունենք մենք ամենավատն ենք, մեր եկեղեցու ամենավատ եպիսկոպոսներն են, բայց այս ամենավատ եպիսկոպոսները ինչ են ուզում, մի բան, եկեղեցին դուրս բերել քաղաքականությունից, այդքան բան է մեր ուզածը, ոչ թե ծառայել սրա նրա օրակարգին։ Սրբազան հայր, եթե վերադառնանք եպիսկոպոսատ ժողովին, գիտեք, մինչ այդ էլ խոսակցություններ եղան, որ 27 եպիսկոպոսներ իրենց հավատարմությունն են հայտնում ինչ-որ իմաստով կաթողիկոսին եւ նաեւ նրանք էլ այդպես հաստատություն են։ Իսկ ուր են այդ եպիսկոպոսների ստորագրությունները։ Այսինքն կան ստորագրություններ։ Ձեզ եմ ուզում հարցնեմ, դուք ձեր եկեք չմեկնաբանեմ։ Լավ, վստահ եմ կարճ ժամանակ հետո բոլորը կհասկանան, կգիտակցեն ինչի մասին է խոսքը, տեսեք… Կարող ենք ֆիքսել, որ կաթողիկոսը վախեցել է դրա համար է չեղարկել այս եպիսկոպոսատ ժողովը։ Գիտեք, ամեն դեպքում խոսքը ամենայն հայոց հայրապետի մասին է, հակառակ նրա, որ մեզ ամենավերջի բաները շարունակում են մեր հասցեին ասել, խնդրեմ, թող ասել, ես այդ նույն բանը կաթողիկոսին եմ ասել անձամբ։ Երբ որ տեսա այդ Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցած պատարագից հետո, տեսա թե ինչ արշավ են սկսել իմ դեմ, Բրուտոս, Հուդա եւ այլն, այսպես։ Ես ասել եմ, խնդիր չկա, եթե որոշել եք այդպես է, շատ լավ, ուրախ եմ, գրեք, ասեք, ես չեմ գրել ձեր մասին, ոչ մի վատ բան չունեմ գրած, ոչ էլ ձեր եղբոր մասին, ոչ էլ պատրաստվում եմ գրելու։ Եթե դուք մտածում եք այդ ձևով կարելի է ինձ ճնշել, չարաչար սխալվում եք։ Իսկ ինչի չեն մտածում ոմանք, օրինակի համար, որ իմ կեսվածքը պայմանավորված է հենց իրենց կողմից որդեգրված այդ մոտեցումներով։ Որոնք են այդ մոտեցումները, ներսում ճնշումներ կա։ Այդ կոմպրոմատները, որ այդքան իրենք դրա մասին խոսում են, սրբազան հայ։ Հիմա ում կողմից են այդ կոմպրոմատ կոչվածները օգտագործում, լավ կներեք, ում կողմից։ Այնքան ծանծաղ է այդ ամեն ինչ, որ ես չեմ էլ, այսինքն կարիք չեմ գտնում, խնդրեմ թող գնան այդ կոմպրոմատների հետևից, թող գնան, ինչի չեն գնում, թող իրենց ֆանտազիան հնարավորինս աշխատացնեն, հա, ու գտնեն ինչ-որ բաներ, ինչ-որ մարդկանց վրա։ Արշակ Խաչատրյանի հարցը նաև ինչու այդքան ծավալվեց եւ գիտեք ձերբակալության հետ էլ ըստ էության Մայրաթորը Գարեգին բան հարց չէ։ Տեսեք, Մայրա, տեսեք, ես ասացի վերապարի, չեմ ուզում բան ասեմ, որ քանի որ կաթողիկոսը համազգային խորհրդանիշ է, չեմ ուզում բան ասեմ, էլի, ու չեմ ուզում իրենց ձևով, իրենց որդեգրած մոտեցումով պատասխանել։ Այդ ճիշտ չեմ համարում։ Մենք չենք ուզում անենք մի բան, որը կվարկաբեկի հայ եկեղեցին, բայց ինչ որ արվել է, հանուն հայ եկեղեցու է արվել։ Այնպես որ այդ կեղծ պաշտպանները չի բացառում, որ վաղը այո, կաթողիկոսի մասին հենց իրենք քննադատական խոսք ասեն, չծավալվեն։ Այո, ինչ որ ես ձեզ ուղղակի պարզ ասեմ, թող մտածեն, որ կարող է ալտերնատիվ, այլընտրանքային, թող մտածեն, որ ուզում են մտածել կոմպրոմատը, իրենց խնդիրն է, թող մտածեն, բայց այլընտրանքային եմ առաջարկում, իսկ միգուցե կոմպրոմատ չի ուրիշ բան է, միգուցե, լավ, չենք ստիպում որևէ մեկին, չենք ստիպում։
Այլ ընտրանք, ուղղակի։ Կուզեն մտածել, թող մտածեն, չեն ուզի, թող շարունակեն հավատալ այդ թեզին, որ կոմպրոմատի ճնշման ներքո ենք գնացել այս քայլին։ Բայց նաև միևնույն ժամանակ թող իրենց հարց տան, ինչի հատկապես 10 հոգի։ Հետաքրքիր է։ Իսկ կարող է հետագայում 10-ը փոխվել այդ թիվը։ Մարդիկ ավելանան ներսում, կապ ունեք, շփումներ կան, տրամադրությունները ինչպեսին։ Չեմ ուզենա են։ այդ պահով մեկնաբանություններ անել, չանկեղծ չեմ ուզենա էլի հայ եկեղեցու հեղինակությունը չվարկաբեկելու համար։ Տեսեք, ասում մենք իրենց համար աղոթում ենք, շարունակում են մեզ փնովել, հենց մայրաթորի կողմից է այդ արշավը իրականացում, նորից շեշտում եմ, չեմ ուզում այնպիսի բան ասել, որ սպառնալիքի տպավորություն կթողի, բայց պատկերացրեք, մենք ինչքան բանի մասին կարող ենք խոսել, չէ՞։ Բայց ճիշտ ճանապարհը դա չի։ Ինչ անում ենք, հանուն հայ եկեղեցու ենք անում։ Եվ եկեղեցի պետություն խնդիրը պիտի դադարի։ Մենք իրավունք չունենք որևէ ընտրված իշխանության ասելու ոչ, ոնց որ չենք ասել ոչ նախկին իշխանություններին։ Թող հիշեն եկեղեցու կեցվածքը նախկին իշխանությունների օրոք ու հիշեն անցած 5 տարիների ընթացքում։ Իսկ ինչով է դա պայմանավորված, որ նախկին իշխանությունների օրոք մենք գոնե նման գնահատականներ չենք լսել։ Կարևոր պահերի, օրինակ մարտի 1-ին։ Դուք հիշում եք մի հակամարտություն եկեղեցու իշխանության, կարող եք այդպիսի մի հակամարտության մասին խոսել։ Չէ, բայց այդ կապը նաև այդ որտեղ է այդ կապը նախկին իշխանությունների հետ եւ ինչ տեղի ունեցավ 2018 թվականից հետո, որ կաթողիկոսը սկսեց պահանջել այս իշխանության հրաժարական։ 2018-ից հետո հիշում եք կաթողիկոսի հրաժարականներին պահանջում։ Հետո այո, այդ պահանջը դադարեց։ Այո, մենք գիտենք ինչպես դադարեց։ Էլի չեմ բացահայտի այստեղ դրա մասին։ Բոլորն էլ գիտեն, նույնիսկ նրանք, ովքեր մեզ թիրախավորում են, իրենք էլ գիտեն։ Այո, չխորանանք դրա մեջ։ Մի պահ շատ լավ էր հարաբերությունները։ Հետո ինչ որ պահից սկսած բատացավ ու մեր որոշ եղբայրներ ակտիվ կերպով լծվեցին այդ հարաբերությունները, փչացած հարաբերությունները արդեն կամ այդքան փչացած բառը երևի խիստ եմ ասում, վնասված հարաբերությունները սկսեցին ավելի խորացնել։ Այս էր, հետո պատերազմ հաջորդեց։ Իսկ որպես բարձրաստիճան հոգևորական, ինչպես եք վերաբերվում Գյումրիում տեսակ այդ պատկերը, երբ հոգևորականը բացահայտ նզովում է ներկայություն, այո, շատ վատ են վերաբերվում, շատ վատ են վերաբերվում, խայտարակություն են որակում։ Այո, տեսեք, մեր ներկայությունն էլ այսպես էլի սրերով է ընդունվել, նորից կրկնում եմ։ Մենք տեսեք, այս 5 տարիների ընթացքում եկեղեցի եւ իշխանություն իրար կողքի չեն եղել որևէ միջոցառման ժամանակ։ Ճիշտ է, ինչ որ միջև այդ սրբազան շարժումը այսպես հույսեր կային, որ կփոխվեն, կլավանան, անգամ մերոնորթնեքի հրավիրեցին, տաճարիոցման հրավիրեցին։ Այո, բայց չկարողացան այդ վնասված հարաբերությունները բուժել, չկարողացան ու ուրախ էինք, ես շատ ուրախ էի, որ վերջապես կդադարի այդ ամեն ինչը, որովհետև դա ավելի խորացնում է մեր պառակտումը, մանավանդ պատերազմից հետո, պատկերացրեք, մեր երկիրը շրջապատված է վտանգներով, այդ պառակտումից ով պիտի օգտվի մեր թշնամին։ Մի կողմ ենք դնում քաղաքական հայացքները, թող էլի եմ ասում, կա անդիմություն, կա իշխանություն, թող իրենք իրենց բանավեճը շարունակեն։ Եկեցին, բայց չպետք է այնպիսի գործողությունների գնա, որ պետականության հիմքերը կցնցի, անկախ նրանից ինչքանով են ընդունում այդ իշխանությունը, ինչքանով ոչ։ Այստեղ կուզենայի ես հիշեցնել մեր հոգևոր հայրերին, նաև գալով Գյումրու այդ իրավիճակին, կուզենայի հիշեցնել Սահակ Պարթևի օրինակը։ Ես այս օրինակը հղել եմ նաև, երբ որ Բագրատ Սրբազանի քաղաքական շարժման մասին քննարկում կար եպիսկոպոսատ ժողովին, որին ես էլ էի մասնակցում եւ 24-ից 20-ը ասեցին ոչ։ Այդ օրինակը այնտեղ եմ հղել։ Ուրեմն
Արշակունյաց թագավորության շրջաններ, կաթողիկոսը Սահակ Պարթևն էր եւ թագավորը Արտաշես Արշակունին։ Նախարարները գալիս են կաթողիկոսի մոտ եւ ասում են, որ մեր թագավորը անբավարարական է, ապիկար է, երկրի մասին չի մտածում, մի խոսքով, ինչ ասես։ Դե պատմաբանները կարող են ավելի խորը գնահատական տալ, դա այդպես էր, թե այդպես չէ, բայց կար հակասություն թագավորի եւ նախարարների միջև եւ կաթողիկոսին առաջարկում են միանալ իրենց բողոքին եւ գահանկեց անել թագավորին։ Կաթողիկոսը հրաժարվում է, ասում է ես իմ հիվանդ գառանը ընդունելով հանդերձ, որ թագավորը այո տկար է կառավարման մեջ, այդ խոսքերն են թույլ տալիս։ Էլ եմ ասում, սա պատմաբանները պիտի գնահատական տան, ինչքանով էր նախարարների բողոքը արդարացի, գուցե եւ լրիվ արդարացեր։ Կաթողիկոսն ասում է իմ հիվանդ գառանը չեմ փոխի Պարսից առողջ գայլի հետ։ Նախարարները ասում են շատ լավ, գնում են Տիզբոն, տեսեք, Պարսկաստան, հասնում են նրան, որ գահանկեց են անում եւ թագավորին եւ կաթողիկոսին։ Ասորի մի եպիսկոպոս են ուղարկում Հայաստան, դառնում է կաթողիկոս, թագավորական հարստությունն էլ դադարում է։ Սա ինչ է մեզ ուսուցանում։ Հետո իհարկե մի քանի տարի հետո հասկանում են իրենց գործած սխալը, բայց ուշ էր։ Կարողանում են կաթողիկոսին հետ բերել, բայց թագավորին այլևս ոչ։ Հայաստանը մարզպանական Հայաստան էր դարձել։ Իդեպ ԿՊ պատգամավորներից մեկը Հայկ Կոնջորյան կարծեմ այս դրվագի մասին խոսել է, բայց շատ սխալ մեկնաբանություն է ներկայացրել, իբր թե հոգևոր դասը հասավ թագավորի գահանկեցության, այդպիսի բան չի եղել։ Չկա Արշակունյաց Հայաստանում այդպիսի բան։ Կոնֆլիկտ կաթողիկոսի եւ թագավորի միջև եղել է Սահակ Պարթևից առաջ, հատկապես Տիրանի եւ Հուսիկ կաթողիկոսի, որոնք աներ եւ փեսա էին իդեպ, այո, եղել է դա, բայց Արշակունյաց հարստությունը չի կործանվել եկեղեցու պատճառով, չկա այդպիսի բան։ Սահակ Պարթևի դիրքորոշումը շատ հստակ էր, պետականամետ։ Հիմա ընդունենք, այո, ես իրավունք չունեմ գնահատական տալու որևէ իշխանության հանրային գնահատական տալու իրավունք չունեմ։ Ես կարող եմ իմ մտերիմի հետ խոսել այդ մասին, բայց ես իբրև հոգևորական որևէ իրավունք չունեմ որևէ իշխանության հանրային գնահատական տալու։ Ընդունենք իշխանությունները ամենավատն են։ Ինչ է սովորեցնում մեզ Սահակ Պարթևի օրինակը։ Ամենավատն են, կանգնեք կողքին, թող լինեն ամենալավը։ Եթե դուք իրոք դրա մասին եք մտածում, այլ ոչ թե ձեր մոտ իշխանամոլության ձգտումն է գերիշխում։ Վատն են, լավը դարձրեք։ Եկեղեցին ինչու է իջել այդ կուսակցական մակարդակին։ Իջեցրել են, իջել է։ Իջեցրել է։ Որովհետև շատ բարձր է եկեղեցին։ Իհարկե պիտի բարձր լինի, եկեղեցին պիտի լինի ապա քաղաքական ու անկախ իշխանությունից պիտի լինի պետության կողքին։ Տարբերակ չունի եկեղեցին։ Պատմականորեն սա է եղել եկեղեցու առաքելությունը ու չեն գտնի մի դրվագ, ես էլի եմ ասել, որ եկեղեցին պետականության դեմ գործի։ Իսկ այսօր եկեղեցին նույնականացել է որոշ ընդդիմադիր թևերի հետ։ Այն մարդիկ, որ մեզ քննադատում են, հաշտ են սրա հետ, շատ հեշտ է ասել, որ մենք ծառայում ենք իշխանությունների օրակարգին։ Այդպիսի բան չկա։ Մենք ուզում ենք եկեղեցին վերադառնալ իր բուն առաքելության։ Դրա համար իբրև այլընտրանք, այո, մտածեք, գուցե չեք հավատում, մենք վատն ենք, շատ լավ, բայց մի բացառեք, գուցե գաղափարական բան էլ կա։ Հետո մեր լռությունը երբեք չպայմանավորեք նրանով, որ մենք բան չգիտենք, բան չենք կարող խոսել։ Բայց դա վարկաբեկում է եկեղեցին, ոնց որ տարիներ շարունակ ներսից եկեղեցին վարկաբեկվել է։ Նորից կշարունակեմ կրկնել, դա իմ համոզումն է։
ովքեր են բացեք էջերը նայեք, եթե դեմ են իրենք դրան, ինչ են իրենց էջերում թույլ տալիս։ Եթե իմ ասածը սուտ է, մի հատ էլ հոդված եմ պատվիրում TV5-ով, որ Գևորգ Սրբազանը հերթական սուտը խոսեց։ Սուտ եմ խոսել, բա ինչ գործ ունի ձեր կայքում, ձեր տեղեկատվական ինչ էր, Ալվարդ Նազարյանի հիմա, չէ ուզենա անազգանով անդրդառնալ, բայց եթե ստախոս եմ, Ալվարդ Նազարյանը Ռուսաստանի հայոց թեմի տեղեկատվականի ղեկավարն է, բացեք էջը, դուք բացեք կարդացեք, տեսեք, կան մեզ վարկաբեկող բաներ, խնդրեմ, քանի հոգևոր է կանը մեզ տիրադավ, ով է, այսինքն, ինչ նշանակում տիրադավ, Աստծուն ենք ուրացել, հա, իրոք Կաթողիկոս։ Կներեք, եթե կաթողիկոսի, իրենց ասելով, այո, կաթողիկոս։ Կաթողիկոսը մեր տերն է, մենք էլ ուրացել ենք։ Փաստորեն այդպեսի մոտեցում կա։ Տերը Աստված է։ Լավ, խնդրեմ, թող այդ բառերին ուշադրություն դարձնել։ Ինչ է նշանակում տիրադավ։ Ով է մեր Տերը։ Աստված չի Տերը։ Բայց այդ ինչ բառեր են օգտագործում։ Ինչ ասեմ, էլի կշարունակեմ կրկնել, որ իրենց համար աղոթում ենք, որ լուսավորվեն, որ իրենց համառությունը դնեն մի կողմ ու հասկանա, սա բխում է ընդհանուր շահից, ամենակարևորը եկեղեցու եւ պետության շահից։ Եթե չգիտեմ, պետականամետ լինելը, պետականակենտրոն, եկեցու պետականակենտրոն լինելու հանգամանքը շեշտելը դա հուդայություն է, խնդրեմ, այո, խնդիր չունեմ, իրենք թող այդպես մտածեն։ Սրբազան հայր, իսկ նման բառամթերքով, նման մտածելակերպով հոգևորականները երբ ասում է իսկ դու ամուսնացած չես ուրեմն այդ բանից ես կամ գալով Գյումրիի դեպքի, որ կիսատ չմնա, տեսեք 5 տարի չեն տեսել մարդիկ եկեցի պետություն միասին, թեև էլի այդ Մերոնովնեկը շատ լավ էր, որ հրավիրեցին, ցավում եմ, որ ձախողվեց չկարողացան, այո, հաշտության եզրեր գտնել, մի խոսքով, տեսեք, երկրաշարժի օրն էր, և իշխանությունները, երկրի նախագահն էլ այդտեղ էին գտնվում, հիմա մեր ներկա լինելը, այդ ինչու է այդպես բորբոքել մարդկանց։ Դե ասում են դա քաղաքական շոու էր, դուք միացել եք եկեղեցու վրա հարձակվողներին։ Շատ լավ, ասում են պատարակ, սա պիղծ պատարակ էր, որի այդ բառի հետ համաձայն չեմ, այն էլ բան էր, ուղղափառ պատարակ էր։ Ով է մեղավոր, որ համայնքը բաժանվել է երկու մասի, մի մասը այս եկեղեցում է պատարակի գնացել, մյուսը այն։ Ով է մեղավոր, բա ինչի չեն պատճառահետևանքային այս հարցերին անդրադառնում։ Որտեղից սկսեց այնտեղից, երբ որ եկեղեցին մտավ այդ դաշտ քաղաքականություն։ Այո, ես բա ինչ ասացի, ավելի վաղ որ համայնքները պարակտված են։ Որտեղ մի մասը մտածում է, այ քանի որ մեր առաջնորդը այս դիրքորոշում ունի, մենք պիտի այս եկեղեցի չգնանք, պիտի գնանք այն եկեղեցի։ Իսկ մյուս մասն էլ այդ կարծիքին չի։ Չգիտեմ, գուցե իրենց քաղաքական հայացքներն են իրենց մղում գնալ այն եկեղեցին, որտեղ վարչապետն է, գուցե, բայց իմ ասածը գիտեք ինչ է։ Պատկերացնում եք, ոնց կարելի է համայնքը պարակտել եկեղեցական քաղաքական հայացքների պատճառով։ Ինչի պիտի դա գործոն լինի։ Ինչի պիտի ինձ հետաքրքրի, թե իմ համայնքի անդամը ինչ քաղաքական հայացք ունի։ Ում համար աղոթեք, ում համար ոչ։ Ես այդ դեպքում ում ձեռին եմ գործիք դարձել ու հանդարտ մեջ բերում են իմ խոսքը, որ ասում եկեցին չպետք է գործիք դառնա, այսօր էլ եմ ասում։ Հիմա նրանք են նեղվել հատկապես, ովքեր հասկանում են, որ բան է փոխվում ու եկեցին դադարելու է օգտագործվելուց։ Երբ է լինելու դա։ Սրբազան հայր, մենք տեսնում ենք, որ գործընթացները կան, բայց ամեն դեպքում նաև կաթողիկ մոտ ապագայում եւ ես ուղղակի կոչ եմ անում բոլորին, Էլիսահակ Պարթևի օրինակը մեջ բերելով հիշեք կաթողիկոսի մեր հայրապետի օրինակը, վստահ եմ Սահակ Պարթևը բոլորի համար էլ
եւ հայրենասիրության եւ առաջնորդության եկեղեցու խորհրդանիշ է վերջի նրա օրոքների գյուտը եղավ եւ նա մեծ մասնակցություն ունեցավ Սուրբ գրքի թարգմանության կարևոր գործին։ Հիշեք այդ օրինակը եւ ձեր դատողությունները անելուց առաջ փորձեք հասկանալ այսօրվա մեր իրականությունը որքանով է համահունչ եկեղեցու պատմական փորձառությանը։ Ես առաջարկում եմ այդ մարդիկ ուղղակի մտածեն, արդյոք մենք իրավունք ունենք նախապատվություններով, համակրանքով, սիրել չսիրելով վերաբերվել իրողություններին, կանխակալ տրամադրությամբ։ Ես իրավունք չունեմ իբրև հոգևորական այդ մոտեցումով դիրքորոշում որդեգրելու։ Ես պիտի լինեմ առավելագույնս չեզոք եւ անաչառ։ Սրբազան հայր, կուզենամ նաեւ Ես պիտի միշտ երբ որ կներեք, հա, ես երբ որ մի հարցի վերաբերյալ խոսք եմ ասում, ես պիտի հասկանամ, որքանով իմ ասածը համայնքի կողմից ընկալելի կլինի, որովհետև համայնքը տարբեր քաղաքական հայացքների տեր մարդկանցից է կազմված։ Այսպես։ Ես կներեք, ես չեմ ասի, նաև ավելացնեմ, որպեսզի տպավորություն չլինի, որ ես այսպես լրիվ անաչառ եմ եղել։ Ամեն դեպքում այդ տարիների ընթացքում տպավորություններ են եղել եւ մեր կողմից ստեղծված եւ իշխանությունների կողմից ստեղծված, որոնք մոլորեցրել են։ Ես ուրախ եմ, որ այսօր այս արիթը ներկայացել է, որ այդ տպավորությունները ցրվեն եւ մենք անկեղծ լինենք ինքներս մեզ հետ։ Կուսակրոնության հարցի մասին եմ ուզում նաև խոսենք Սրբազան հայր։ Գիտեք, սա կարծես թե մահակ է դարձել եւ նաև ինչ որ սպառնալիքների շանտաժի գործիք, հատկապես էլի մայրաթորի էս տեղեկատվական համակարգը բարբերաբար դավաճան մեղադրանքից հետո անցնում է կին երեխա ունենալուն։ Այս մասով հարց բարձրացնել եք երբեք։ Այո, իհարկե։ Ես առհասարակ այս թեմայով 2005 թվականից դրանից առաջ էլ խոսել եմ անընդհատ, որ կուսակրոնությունը պիտի վերանայվի եկեղեցական կուսակրոնությունը, խոսքը վանականության մասին չի։ Վանականությունը այլ է, եկեղեցական կուսակրոնությունը այլ։ Այս տարբերությունը ո՞րն է, որ վանականությունը վերաբերում է վանական կյանքով ապրելու ընտրությանը։ Մինչդեռ եկեղեցական կուսակրոնությունը պայմանավորում է քո նվիրապետական աստիճանով քո բարձրանալու հնարավորությունը։ Այսինքն, եթե դու քահանա ես ամուսնացյալ, դու այդ հնարավորություն չունես հասնելու եպիսկոպոսության։ Մինչդեռ, եթե դու կուսակրոն ես, դու կարող ես եպիսկոպոս էլ դառնալ եւ կաթողիկոս էլ։ Տեսեք, եւ սա պատճառ է, որ շատ արժանավոր քահանաներ զրկված լինեն եպիսկոպոսանալու հնարավորությունից։ Մինչդեռ մեր եկեղեցու բուն ավանդության մեջ ուրեմն եպիսկոպոսները իրավունք են ունեցել ամուսնանալու եւ դա Պողոս Արաքյալի մոդել շեշտված է, որ եպիսկոպոսը մեկ կնոջ ամուսին պիտի լինի։ Ուրեմն այդ իրավունք ունեցել են մինչև 5-րդ դարի երկրորդ կես եւ վանականությունից են հնարավորություն ունեցել ոմանք բարձրանալու եպիսկոպոսության։ Այսինքն եպիսկոպոսությունը բաց է եղել բոլոր արժանավորների հանդեպ։ Թեպետև մինչև 5-րդ դարի երկրորդ կեսը ժառանգական է եղել այդ եպիսկոպոսությունը, ինչպես նաև քահանայություն եպիսկոպոսությունը, ինչպես նախարարական տներին էր հատուկ։ Սա իհարկե պատմական հավելյալ ուսումնասիրության կարիք ունեցող թեմա է, բայց ես կարծում եմ, որ մեր հին ավանդույթը շատ հեշտությամբ կարելի է վերականգնել եւ արժանավոր քահանաներին այդ առիթը տալ եպիսկոպոսանալու։ Իսկ նրանք, ովքեր որ կին երեխա ունեն, որի մասին տեղյակ է եկեղեցու բարձրագույն իշխանությունը ու միշտ էլ տեղյակ է եղել, այո, այսպես ոնց ասեմ, ոնց որ ներքին կարգով ընդունված բան է եղել էլի։ Ով կունենա, ով չունենա, չի ունենա։
Այսինքն դա արգելված չի եղել, որ գիտեն տեղյակ են, հիմա այդ մարդկանց խաչելու իմաստը որն է, ով չգիտի։ Այսինքն ինքը չի իմացել, ես կարող եմ չիմանալ, բայց վստահ եմ ինքը գիտի։ Ու իրենց առաջ են իմացել, իրեն Վազգեն առաջինն էլ է իմացել, նրանց առաջ էլ, այսինքն սա 100-ամյակների չասելու համար ավելի հին թեմա է, այս խնդիրը կա, բարեկարգության կարիք ունեցող խնդիր է։ Խնդրեմ թող ժողովուրդներ գումարեն բարեկարգեն, օրինականացնեն այդ մարդկանց ամուսնությունները, ոչ թե դրա համար խաչեն։ Այո, ունի, բայց նվիրյալ ծառայության մեջ է։ Գիտեին, ինչի չեն լուծել այդ հարցերը։ Իսկ ինչի չեն լուծել։ Միգուցե հենց որ մահակ դառնա։ Միգուցե ինչի իմանամ, թող լուծեն։ Ով չգիտի։ Սրբազան հայր եւ լուծումների մասին նա։ Կներեք, մենք հո այսպես որ փնովում են էսի կինունի, էնի կինունի, հա, մենք բան խոսել ենք, ասել ենք էլ ովքեր ունեն։ Չէ, բայց մենք որովհետեւ մտածում ենք եկեղեցին երբ վերջապես կգա մի օր որ դառնա թափանցիկ, այդ ինչ թեմա է։ Ամուսնությունը եկեղեցու 7 սուրբ խորհուրդներից մեկն է, ոչ սուրբ գիրքն է արգելում եպիսկոպոսի կին ունենալը, ոչ եկեղեցու կանոն ունենք, որ արգելված լինի։ Մեր մոտ իդեպ սովորութենական իրավունքով է մտել։ Եղբայր խնդիրը ինչու՞մ է։ Ժողով գումարեք, վերանայեք այդ ամեն ինչը, թող բոլոր արժանավորները հնարավորություն ունենան եպիսկոպոս դառնալու։ Եվ նրանք, ովքեր ամուսնացած են, եւ նրանք, ովքեր որոշել են կուսակրոն կյանքով ապրել։ Հիմա եթե եկեղեցու ներսում էլ կան խնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծմանը, ինչու է որ մի օր մենք բաց դառնանք հասարակության համար, թե չէ, թափացիկություն պիտի մտնի, թե չէ, իմաստը որն է, այս բամբասանքը պետք է, հա, ու նրանք, որ առաջ իբր թե եկեղեցին հարգող էին, այսօր էլ լծվել են եկեղեցին վարկաբեկելու գործին, այսպես կոչված ընդդիմադիր գործիչներ, իրենց հաշիվ տալիս են, իրենց երեսպաշտության մասին մտածում են, թե ոչ։ Ազնիվ են, անկեղծ են, իրոք այդպես էր, բա առաջի չի այդ մարդկանց որ տեսնում են ինչ էին ասում, այ քո մասին sense բան կա, այ դու կին ունես, դու sense, բա ինչի էին գնում, խոնարհում, համբուրում ձեռքերը, ինչ ասեմ ես այդ մարդկանց։ Ցավում որ կան մարդիկ, մտավորական մարդիկ, որոնց հանդեպ մեծ հարգանք եմ ունեցել եւ շարունակում ունենալ, հա, որ կրկնում են այդ ծեծված թեզը, կոմպրոմատը, լուրջ եք ասում։ Հիմա ինչու եկեղեցին ներսում ես ուղղակի այդ մարդկանց խնդրում եմ, թող գնան իմ դեմ ինչքան կոմպրոմատ կա, գտնեն, բերեն, դնեն իմ դեմը։ Այս խնդիրները թողած ինչու է եկեղեցին սկսել զբաղվել քաղաքականությամբ։ Ներսում եղած այս խնդիրները, որ ասում եք պիտի լուծում տալ, ասեմ քեզ, վերջի 100 տարվա մեջ շատ է գրվել մեր նշանավոր հոգևորականներ, Օրմանյան, Թորգոմ Գուշակյան, Երվան Տերմինասյան, Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան, շատ նշանավոր դեմքեր, Գևորգ 6-րդը, շատ են խոսել եկեղեցու բարեկարգության կարոտ խնդիրների մասին, որովհետև հասկացել են 20-րդ դարում ենք ապրում, եկեղեցին պիտի հնարավորինս լինի թափանցիկ։ Սրանք հարցեր են, որ պիտի կարգավորվեն։ Ուղղակի չեն հասցրել, մի պարագային ցեղասպանությունը խանգարեց, մյուս դեպքում խորհրդայնացումը Հայաստանի, այո, դե կարելի ասել, որ վերջի շրջանում եկեղեցին նոր վերակենդանանում է, եւ ես վեհապարնել եմ բազմիցս ասել դրա մասին, ու ես առհասարակ ինձ ճանաչողները գիտեն, նույնիսկ ինձ քննադատում են, ասում են կուսակրոնության դեմ չեմ, բայց դեմ եմ, որ երիտասարդները դառնում են կուսակրոն։ Ես էլ եմ երիտասարդ ժամանակ դարձել կուսակրոն։ Հա։ Այդ չի նշանակում, գիտեք ինչ որ այդ մոտեցումը ճիշտ է։ Ոչ, այդ մոտեցումը ճիշտ չէ։ Եթե մարդը ընտրում է այդ ուղին, պիտի ճիշտ տարիքում ընտրի այդ ուղին։ Եթե ընտրում է, համոզումով, ոչ թե այսպես։ Գիտեք այդ տարիքում ինչ խորը պատկերացում պիտի ունենան դրա մասին, այդ ուխտի մասին։ Այսինքն ուզում են խոսենք, թե չխոսենք հիմա դրա մասին, թե ուզում են ասենք, չէ, գիտեք ինչ, այսպես իդեալական ինչ-որ բաներ ներկայացնեն, կա խնդիրը պիտի կարգավորվի, ուզում եք, որ ձեր հոգևորականները լինեն այն, ինչպիսին դուք պատկերացնում եք, օգնեք թող լինեն, խնդիրը ինչու՞մ է, թե պիտի փնովեք։ Եվ լուծումների մասին խոսենք նաև, ինչպես եք պատկերացնում առաջիկայում, կլինի էլի եպիսկոպոսած ժողով, թե լուծումը ինչպես եք պատկերացնում։ Կլինի։
Խոսակցություններ կան, որ կաթողիկոսը ժամանակ է շահում մինչև 26 թվականի ընտրություններ եւ գործընթացը կարող է տևել։ Էլի չեմ ուզենա մի հարցի մեջ մտնելու մեկնաբանություն անել, մանավանդ քաղաքական ասպեկտ ունեցող հարց է, որը պիտի հեղինակազրկի մեր եկեղեցուն։ Այս կասեմ, հայ եկեղեցին որևէ քաղաքական ուժի կմահաճույքով կամ ցանկություններով չի շարժվելու։ Այսօր այս կարևոր այս իրողությունն է ամրագրվում, մեր հայտարարությունները դա են ամրագրում, որ հայ եկեղեցի չի ենթարկվելու որևէ ներքին կամ արտաքին ազդեցությունների քաղաքական իմաստով ու պիտի իր բուն առաքելությունը իրականացնի։ Իսկ տեսել եք Մոսկվայի եկեղեցիների պատին Սամվել Կարապետյանի պաստառները։ Սա ինչի մասին է։ Սրանք քաղաքական ենթատեքստ ունեցող պաստառներ են, էլի։ Ինձ հատկապես Մոսկվայից են շատ փնովում, բայց չասեմ, չմեկնաբանեմ, իհարկե։ Ես այդ նույն հարցը բարձրացրել եմ, ասել եմ հնարավոր չի մենք չասոցացվենք, թեկուզ այդ շարժման հետ մեր ձևով։ Այո, դա էլ եմ խոսել ենք, ամեն ինչի մասին խոսվել է։ Գիտեք, պիտի օգնենք բոլորին։ Մեր դեմ եղած կոմպրոմատներից են խոսում։ Իսկ ինչի չեն խոսում, որ միգուցե իրենց նկատմամբ կան ճնշումներ։ Օրինակ դրսից։ Ինչ իմանամ, եւ դրսից եւ ներսից, չգիտեմ։ Իսկ հիմքերը կան ճնշումների։ Ես չեմ ուզենա նորից մտնել այդտեղ, էլի, որպեսզի գիտեք ինչ, ես չեմ ուզենա չարությամբ պատասխանել։ Եվ մեր նպատակն է, որ այս ամեն ինչը կանգ առնի։ Ես ամիսներ շարունակ, որ ասում են, ինչ եղավ փոխվեց Գևորգ Սրբազանի մոտ։ Ես ամիսներ շարունակ ասել եմ վերապարին, որ պիտի 1 րոպե շուտ կանգ առնել։ Եկեղեցին չպիտի մտնի այս ցնցումների մեջ։ Չպիտի անցնի սրա միջով։ Լավ, հիմա ինչին է սպասում վեհապարը։ Վստահ եմ ինքը որոշում կկայացնի, իմաստուն որոշում կկայացնի։ Ես չեմ ուզում այս չարությունը շարունակվի, այս կասեմ։ Բայց եթե իրենց բավարարում է կամ հաճույք է պատճառում, այսպես խայթել, փնովել, կամ ինչ-որ քահանաների միջոցով նզովքներ կարդալ, մեզ տիրադավ, իդեպ տիրադավ բառը սխալ է, թող փոխեն ուրիշ բառ ընտրեն, որտեղ մենք Աստծուն, տիրադավը Աստծուն է վերաբերում, չեմ կարծում այստեղ տեր և ծառա հարաբերություն նկատի ունեն իրենք էլի, եթե դրանից հաճույք են ստանում, լավ, իրենց գործն է, ես կասեմ ընդհանրապես, որ կշարունակենք աղոթել բոլորի համար, այդ թվում նաև իրենց, բոլոր նրանց համար, ովքեր մեզ փնովում են, կշարունակենք աղոթել։ Իհարկե, ոմանք կասեն, վստահ եմ կասեն, որ ես ուղղակի իբրև խոսքեր եմ արտաբերում, այս մտքերը այդպես չի։ Ես կաղոթեմ, ու մենք կաղոթենք բոլորի համար։ Մեր եկեղեցին պիտի վերադառնա իր բուն առաքելությանը։ Շնորհակալ եմ Սրբազան հայր։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Մասաչոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ, կհանդիպենք։